Կարգելվի օտարերկրյա հեռուստառադիո ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն տարածելը։ Մոսկվան հարցադրումներ է անում, այդ ինչ չափանիշներով են Հայաստանում նույնականացնում Ռուսաստանի ազդեցության գործակալներին։ Ադրբեջանական բենզինի վաճառքը քառապատկվել է, պաշտոնյաները պնդում են, ժամանակն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել Գազպրոմ Արմենիայի 2026-30 թվականների ներդրումային ծրագրին։ Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն է, Հայ ազգային կոնգրեսը դեմ է թրիփի իրագործմանը։ Բարի օր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն եւ դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության տարածումը, կարգելվի նաեւ օտարերկրյա հեռուստառադիո ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, բարձր տեխնոլոգիական եւ արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հանրապետության օրենքի նախագիծը գործադիրն է հաստատել։ Նախագծով առաջարկվում է վերանայելու հստակեցնել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք սահմանելով դրանց կիրառման առավել կոնկրետ դեպքերը։ Մասնավորապես, օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն եւ դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։ Փոփոխություններով նախատեսվում է սահմանել նաեւ նոր դրույթ, ըստ որի կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Նախագծով հստակեցվել են ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման եւ դադարեցման իրավական հիմքերը, չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Վերանայվել եւ խմբագրվել են նաեւ տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։ Լրացումներ ու փոփոխություններ են կատարվել տուգանքներին վերաբերող բաժնում, մասնավորապես օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքերի մասով։ Նոր հոդված է ավելացվել, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման ու դադարեցման ընթացակարգը։ Առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում կկատարելագործվեն տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության եւ կարգավորման մեխանիզմները, կբարձրանա օրենքի կիրառելիությունն ու գործնական արդյունավետությունը։ Նախագծի ընդունմամբ կկանխվեն երկիմաստ մեկնաբանությունները ու կապահովվի կանխատեսելի իրավական միջավայր ոլորտում գործող սուբյեկտների համար։ Կսահմանվեն հավասար մրցակցային պայմաններ, ապահովելով արդար մրցակցություն, բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումներն ու նվազեցնելով շուկայում անհավասար պայմանների առաջացման ռիսկերը։ Միաժամանակ փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը, հնարավորություն տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի ու այլ վնասակար բովանդակության տարածումը, կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա, ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողություն եւ վերահսկելիություն։ Փոփոխություններին անդրադարձել է նաև հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, պարզաբանելով, որ գործող օրենսդրությամբ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին չի վերապահում այն անհրաժեշտ գործիքակազմը ատելության խոսքի, թշնամանքի լեզվի, խտրականության եւ քաղաքացու վարմունքի վրա ազդող մանիպուլյացիաների տարածման դեմ պայքարելու համար։ Այսօր նաև կարգավորումից գրեթե դուրս են մնացել հանրապետության քաղաքացու ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա բացասաբար ազդող տեսալսողական տեղեկատվական հոսքերը։ Հանձնաժողովի համար ստեղծվում է հստակ իրավական հիմք օրինախախտումների ճանաչման եւ գնահատման գործընթացում, իսկ հեռարձակող եւ ցանցային օպերատորի եւ տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի համար ապահովում է իրավական որոշակիություն, թույլատրելի եւ արգելված բովանդակության սահմանների վերաբերյալ։ Հաջորդ կարևոր նպատակներից մեկն էլ այն է, որ հնարավորինս նվազեցվեն Հայաստանի տեղեկատվական անվտանգությանն ուղղված սպառնալիքները։ Առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը ի թիվս այլնի բխում է նաեւ նրանից, որ տեսալսողական մեդիա բնագավառը, տիրույթը պաշտպանված չէ օտարերկրյա տեղեկատվական ներգործությունից։ Հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող եւ կաբելային ցանցերով վերահաղորդվող օտարերկրյա տեսալսողական ծրագրերը հաճախ սպառողներին պարտադրում են մեր հանրային ու պետական շահերի հետ չհամընկնող տեղեկատվական օրակարգեր, որոնց դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար հանձնաժողովը գործող օրենսդրությամբ նախատեսված կարգավորման գործիքակազմ չունի։
Տեսալսողական մեդիա բնագավառը օտարերկրյա տեսալսողական ծրագրերից պաշտպանելու անհրաժեշտությունը ինքնին կապված է ազգային անվտանգության, հասարակական համերաշխության ապահովման, ընտրական գործընթացների նկատմամբ ենթադրյալ միջամտություններից պաշտպանության հետ։ Այս կարգավորումը միտված է ապահովելու պետության տեղեկատվական տարածքի պաշտպանվածությունը, հանրային շահերի եւ արժեհամակարգի պահպանությունը, միաժամանակ սահմանելով կանխատեսելի եւ իրավաչափ գործընթաց վերահաղորդվող մեդիա արտադրանքի նկատմամբ։ Նախատեսվող փոփոխությամբ ապահովվում է նաեւ իրավական այն մեխանիզմի ներդրումը, ըստ որի, եթե ցանցային օպերատորը հանդես է գալիս որպես դիստրիբյուտոր եւ անմիջապես օտարերկրյա հեռարձակողի հետ վերահաղորդման գրավոր համաձայնություն է ձեռք բերում առանց միջնորդ դիստրիբյուտորի ներգրավման, ապա տվյալ ցանցային օպերատորի նկատմամբ սկսում են գործել դիստրիբյուտորի նկատմամբ սահմանված իրավական կարգավորումները։ Այս կարգավորումը միտված է բացառելու հնարավոր կարգավորող շրջանցումները եւ ապահովելու, որ անկախ այն բանից, թե վերահաղորդման գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել դիստրիբյուտորի, թե ցանցային օպերատորի կողմից, համապատասխան մեդիա արտադրանքի վերահաղորդումը ենթակա լինի նույնական իրավական վերահսկողության ու պատշաճ օրինական ընթացակարգերի։ Առաջարկվող կարգավորումների արդյունքում հավասար մրցակցային պայմաններ կստեղծվեն տեսալսողական մեդիայի ոլորտում գործող բոլոր մասնակիցների համար, կսահմանվեն հավասար կանոններ, խթանելով արդար մրցակցությունը, բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումները եւ անբարենպաստ դիրքում հայտնվելու ռիսկերը։ Բացի այդ, օրենսդրական նոր կարգավորումներով կսահմանվի քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը, հնարավոր կդառնա կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի եւ այլ վնասակար բովանդակության տարածումը, պաշտպանելով հանրության հոգեկան, բարոյական ու տեղեկատվական անվտանգությունը։ Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա, պահպանելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողությունը եւ վերահսկելիությունը, նաեւ կկատարելագործվի տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության եւ կարգավորման մեխանիզմները, նպատակ ունենալով բարձրացնել օրենքի կիրառելիությունն ու գործնական արդյունավետությունը։ Սույն փոփոխությունների եւ լրացումների ուժի մեջ մտնելուց հետո հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կիրականացնի հանրապետության տարածքում արդեն իսկ վերահաղորդվող բոլոր տեսալսողական ծրագրերի օրենսդրությանը համապատասխանության ստուգում։ Հիշեցնեմ նաև, որ Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել երկրում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը հայտարարել էր, Հայաստանում ընտրություններ են սպասվում եւ նրանք չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար այնպիսի օգնություն են խնդրել, ինչպիսին մենք տրամադրեցինք Մոլդովային, նշել է նա։ Եվրոպական միությունը 15 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին խաղաղության եւ դիմակայունության ամրապնդման համար։ Բարձր հանձնակատարը նշել էր, Հայաստանը նաև տեղեկատվական դաշտում մարտահրավերներ ունի, սակայն այդ հարցում եւս ունի Եվրամիության աջակցությունը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նորից անդրադարձել է թեմային սպառնալիքներով, եթե Կայա Կալասին խնդրենք օգնել եւ օգնություն ցուցաբերել Մոլդովայի օրինակով, ապա այդ ամենը շատ վատ կավարտի։ Հետո Զախարովան ենթադրաբար ռետորական հարց է ուղղել. անհասկանալի է, ինչ չափանիշներով են Հայաստանում նույնականացնում Ռուսաստանի ազդեցության գործակալներին։ Ըստ նրա, ռուսական կողմը հետևողականորեն հավատարիմ է մնում ներքին գործերին չմիջամտելու եւ այլ պետությունների ինքնիշխանությունը հարգելու սկզբունքին։ Նրա համար անհասկանալի է իր իսկ ձևակերպմամբ հակառուսական աղմուկը ԶԼՄ-ներում։ Մենք մեր հայ գործընկերների հետ բոլոր բանակցություններում ելնում ենք դրանից, ինչը ցավոք չի կարելի ասել որոշ արևմտյան քաղաքական գործիչների մասին։ Այսպես կոչված եվրոպական դիվանագիտության ղեկավար Կալասը բացահայտորեն Հայաստանին առաջարկում է Մոլդովայում փորձարկված ընտրությունների կազմակերպման լավագույն եվրոպական պրակտիկան։ Там весь мир наблюдал политическое давление, запугивание, угрозы, шантаж, завоз перед выборами денег в виде различных кредитов, грантов, траншей и так далее. Ничего общего с подлинной демократией это не имеет. Но и помимо всего прочего, возвращаясь к началу ответа на ваш вопрос, это все шло не на консолидацию общества, не на реализацию интересов народа в Армении, а на сталкивание людей, граждан одной страны, граждан, которые любят свою страну, которые хотят жить, в первую очередь, в мире внутри своей страны, ну и, конечно, в мире со своими соседями. Это не имеет ничего общего с подлинной демократией. Это антидемократические
механизмы. И нужно вообще подумать, а не оттуда ли, не от Каи Каллас, ее окружения и тех институтов, которые они представляют, исходят угрозы. По-моему, ответ очевиден. Именно оттуда. Եվ այժմ զրուցելու եմ Գյումրիի լրագրողների ասպարեզակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Ողջույն, պարոն Բարսեղյան, շնորհակալություն միանալու համար։ Բարևձեզ։ Պարոն Բարսեղյան, մինչ դառնալը նրան, որ Ռուսաստանը խիստ անհանգստացած է հակադեմոկրատական Եվրոպայի քայլերից, գործիքներից, որոնք կիրառվելու են Հայաստանում եւ տարակուսում է, թե այդ ինչ աղմուկ է հակառուսական հայկական ԶԼՄ-ներում ու նաեւ այդ ոնց եք դուք իդենտիֆիկացնում Ռուսաստանի գործակալներ եւ այլն։ Սկսենք այս կառավարության կողմից հավանություն արժանացած օրենքի նախագծից, որով արգելվում է սահմանադրական կարգի բռնի տապալելու, բռնություն, դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության տարածումը, այդ թվում եւ նաեւ օտարերկրյա հեռուստառադիո ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Դուք նաեւ այն մարդկանց թվում եք, ովքեր տարիներ շարունակ խոսում է, որ անհրաժեշտ են որոշակի կարգավորումներ, որոնք կպաշտպանեն մեր քաղաքացիներին, մեր պետությունը, որովհետեւ այստեղ մենք շատ հաճախ գործ ունենք ոչ թե զուտ տեղեկատվության հետ կամ տեղեկատվության փոխանցման, այլ հենց հիբրիդային գործիքների եւ հիբրիդային հարվածներ հասցնելու տրամաբանության հետ։ Իդեպ նաև նշեմ, մենք շատ խոսում ենք, որ հանրային մուլտիպլեքսից հեռացվեն ռուսական հեռուստաալիքները, դրանց վերաբերյալ էլ իշխող ուժի պատգամավորները նշեցին, որ 2026 թվականի առաջին արդեն ամսում, երբ խորհրդարանը կսկսի աշխատանքները, կլինեն համապատասխան օրինագծեր, որոնք կարգել են հանրային մուլտիպլեքսում, այլ օտար հեռարձակումներ եւ այլն։ Այսպես ասեմ, գոհ եք, բավարար համարում եք այս քայլերը, որոնք պաշտպանելու են մեր կոգնիտիվ տիրույթը։ Շնորհակալություն։ Պիտի ասեմ բոլորին, որ սա շատ ընդարձակ թեմա է եւ կարճ հարցազրույցի շրջանակներում այն քիչ թե շատ շոշափել հնարավոր չէ, շատ քիչ է հնարավոր շոշափել, բայց ինչքան որ հասցնենք հարգելի ժիրայր, ուրեմն Հայաստանի գործող իշխանությունները կամ իշխանական վերնախավը որոշ ուզում է ցույց տալ կամ ուզում եմ ես համոզել, որ իրենք որոշ բաներ շատ դժվարությամբ են հասկանում, առանց վիրավորելու մտադրության եմ սա ասում, որովհետև բաներ կան, որ 7-8 տարի բացատրում ենք, 6 տարի, 5 տարի, 4 տարի, նոր ազգային ժողովի ընտրությունների նախօրեին սկսում են ինչ-որ գործողություններ անել, ասում ես այ մարդ, բա որ ընտրություններ չլինեին, դրանք ռիսկեր չէին, հա ուրեմն, չգիտեմ ինչու են շատ դժվար, դե ժողովրդի ընտրած իշխանությունը այդպիսին է, պիտի բան անել, իգիտություն ընդունել, բայց չհաշտվել այդ մտքի հետ, պարբերաբար պիտի ասել, որ սա սխալ եք անում, ուշ եք անում, ուշացած եք անում, բաներ կան, որ ուշացած անել ընդհանրապես չարժե, հա, եւ այլն։ Այս որոշման հետ կապված, այս նախագծի հետ կապված օրենքը տեսալսողական մեդիայի ոլորտում կարգավորումները խստացնելու կամ բարեկարգելու հետ կապված։ Բավականին տարողունակ ծավալուն փոփոխություններ է նախատեսվում, որ պիտի իրականացվի եւ ահագին բան կա, որ անորոշ է եւ դժբախտաբար մնալու է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի հայեցողությանը։ Շատ բարդ է։ Այն տերմինները, որոնք դուք օգտագործեցիք, այսինքն նախագծի մեջ եղած են մտքերը, որ Հայաստանի պետականության թեմ եւ այլն, դրանց գնահատման հայեցողականությունը կախված է լինելու հանձնաժողովից եւ իր հնարավոր մշակելի կամ մշակած մեթոդաբանությունից։ Մի 2-3 հասարակ օրինակ բերեմ, որպեսզի հարցազրույցը դիտողներին, հետևողներին հասկանալի դառնա։ Ենթադրենք ինչ-որ մեկը հարցազրույց է տալիս եւ ասում է, որ բանը, ահա ճիշտ կլինի իմ կարծիքով, շեշտում է էլի իմ կարծիքով, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի Դաշնության գուբերնիա հանրաքվեի միջոցով։ Ենթադրենք սա մի ձևակերպում է, էլի։ Մյուսն ասում է, որ ճիշտ կլինի, որ ռուսական զորքերը կան, գրավեն ստեղած պետական հիմնարկները եւ վերջ տանես ժողովրդավարություն կոչված մասխարային եւ Հայաստանը միացնեն, դառնանք Սովետский Союз 2։ Երկու տարբեր տեքստեր մեջ բերեցի ես, տարբեր տոնայնությամբ, տարբեր մեղմությամբ եւ կոշտությամբ։ Հիմա ու դրանց արանքը բազմաթիվ ուրիշ վարկածներ էլ կան, էլի, հա, դրանցից ավելի բետարներն էլ կան։
Հիմա հանձնաժողովը ինչ մեթոդաբանությամբ է որոշելու առաջինն ու երկրորդը չէին համապատասխանում եւ պիտի արգելափակվեն, պիտի պատասխանատվություն կրի լրատվամիջոցը, թե մեկը համապատասխանում է օրենքի շրջանակներում է, մյուսը ոչ։ Սրանք հարցեր են, որոնք դժբախտաբար շեշտում եմ մնալու են հանձնաժողովի հայեցողությանը, եթե այս օրենքը ընդունվի, կընդունվի իհարկե։ Իմ եւ ինձ նման մտածող մարդկանց պնդումները եղել է իսկապես, որ օտարերկրյա ալիքների հեռարձակումները պիտի չզբաղեցնեն հայկական հայաստանյան հանրային ռեսուրս։ Պրոպագանդիստական ալիքները, որոնք ակնհայտորեն Հայաստանի դեմ, ինքնիշխանության դեմ, հայկական ժողովրդավարության ինչպիսին որ է, դրա դեմ քարոզ են տանում, դրանք պիտի արգելափակվեն կամ պատասխանատվության ինչ-որ մեխանիզմ պիտի գործի, սա եղել։ Այս բանի դեպքում ահագին ռիսկեր եմ ես նկատում եւ բնական է, որ մենք պիտի նկատենք այդ ռիսկերը եւ զգուշացնենք։ Օրինակի համար ենթադրենք պատասխանատվություն, ինչպես տեսնում եք, լրատվամիջոցների վրա է դրած։ Անհատների վրա դրված պատասխանատվությունը սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչերը քրեական օրենսգրքի մեջ գրած է եւ կա եւ գործում է։ Լավից վատից կիրառում են դա, էլի, այսինքն այդտեղ նոր բան չկա, բայց երբ պատասխանատվությունը դրվում է լրատվամիջոցի վրա, ու լրատվամիջոցին հյուր է եկել մեկը, մարդ է, քաղաքական գործիչ է, հասարակական գործիչ է, հրավեր է ստացել, եկել է եւ նման բաներ է ասում է, որ սահմանադրական կարգը բռնի ուժով պիտի տապալեր զենքով, ինչ է անունը, տանկերով, մանգերով հարկավոր է, որ գլխավոր շտաբը զորքը հանի հրապարակ փողոց եւ բանանի, իշխանությունը զավթի կրավի էս անի են անի։ Այդ դեպքում լրատվամիջոցի մեղքը որն է, լրատվամիջոցը պիտի նստի եւ սկսի քննարկել, բանանել, գրաքննել կամ այդ մարդուն նախապես ինստրուկտաժ պիտի անցկացնի, պիտի ասի, գիտեք, այս մտքերը կամ քրեական օրենսգիրքը տա կարդա, հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ներողություն, տեսալսողական մեդիայի մասին օրենքը տա կարդա, չի լինի, չէ՞։ Ավելին ասեմ ձեզ, ուղիղ եթերում հնչող նման արտահայտությունների համար լրատվամիջոցը մեղք ունի, բերեք մտածենք բոլորս, էլի, հա, ասենք հեռուստատեսություն է, որը բոլորովին նպատակ չունի սահմանադրական կարգը բռնի տապալելու, բացարձակ նպատակ չունի, ու մեկ էլ հյուր է հրավիրել ուղիղ եթերում նստած հյուրը սկսում է սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր անել։ Ինչ անի այդ, արդեն հնչել է այդ կոչը, ենթադրենք արդեն հնչել է, լրատվամիջոցն ինչ անի։ Թեկնածուների նախընտրական բանավեճերը, որոնք ուղիղ եթերում են ընթանում։ Թեկնածուի նախընտրական բանավեճի ժամանակ մեկի մտքով անցել է ելնել այդպիսի ապուշություններ դուրս տալ ներողություն։ Լրատվամիջոցին ինչի եք պատասխանատվության ենթարկելու այդ դեպքում, էլի։ Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ հարկավոր է շատ ավելին մտածել, մինչև օրենքը ընդունելը, հա։ Շատ լավ, բնականաբար դե օրենքը կքննարկվի դեռ քննարկումներ են անցնելու, նաև անդրադառնանք այս համատեքստում ռուսական կողմի արձագանքներին, գրեթե ամեն շաբաթյա ճեպազրույցներում ռուսական արտգործնախարարությունը խոսում է Եվրամիության աջակցությունից Հայաստանին հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար, այդ ամեն ինչը ներկայացում ապոկալիպտիկ տրամաբանությամբ, ժողովրդավարության փլուզում, ներքին գործերի միջամտություն, ընտրության արդյունքների վրա ազդեցություն, Հայաստանում Ռուսաստանի հետ այսպես ասենք ել ավելի մերձեցման ջատագով ուժերը նույն տրամաբանությամբ են այդ ամեն ինչը մեկնաբանում, հա, ու նաև հարցեր են տալիս, թե այդ ինչպես եք նույնականացնում Ռուսաստանի ազդեցության գործակալներին եւ հետո ինչու է Հայաստանի մեդիայում հակառուսական աղմուկ բարձրացել, հետո ենթադրություն են անում, որ դա արևմուտքը հրահրում է ռուսատիացություն Հայաստանում։ Կրեմլը միշտ պիտի վշտացած լինի, միշտ պիտի մռմռա, կսկծա, պիտի միշտ այս տեսակ ողբանավակ հայտարարություններ անի, չպիտի զարմանալ, դրանք պիտի շարունակվեն։ Հիմա ըստ էության ովքեր հայտարարում են, որ պրո-ռուսական կամ պրո-կրեմլական, ես պրո-կրեմլական եմ ասում, էլի ռուսական բառը շեղում է էությունից, հա, Ռուսաստանը միայն ռուսների երկիրը չէ եւ այլն։ Երբ ասվում է դա, նրանք պիտի հիմնավորեն։ Եթե Զախարովան ի նկատի ունի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները, ճիշտ կլինի, որ իշխանությունների ներկայացուցիչները մեկնաբանեն դա եւ ոչ թե
ոչ թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սկսեն մեկնաբանել, թե պետական իշխանության մարդը ինչ է նկատի ունեցել սա ասելով։ Բազմաթիվ օրինակներ ապացույցներ մենք ունենք, որ ռուսական պետական լրատվամիջոցները Հայաստանի դեմ, ինքնիշխանության դեմ, ժողովրդավարության դեմ ուղղակի անուղղակի քարոզ, ապատեղեկատվություն, վիրավորական, զրպարտչական, ատելության խոսքի բովանդակություն ունեցող նյութեր են հեռարձակել, դրանք նորություն չեն, սրանք ակնհայտ են։ Ռուսական ֆինանսավորումը ինչպես է այստեղ դրսևորվում տարբեր ռուսական լրատվամիջոցների կամ իրենց կենտրոնների կամ օջախների, այսպես ասած, դրանք ակնհայտ են, էլի, այնպես բան չէ, լիքը բանկավոր չի բացահայտված։ Այդ բաների բացահայտումը ճիշտ ասած իշխանության գործն է նախ եւ առաջ, հետո նոր քաղաքացիական հասարակության անելիքը այն պատճառով, որ իշխանությունն ունի ավելի մեծ լիազորություններ այդ անելու համար եւ իհարկե քաղաքասարակության գործն է նաև ինչքան որ կկարողանա։ Երկրորդ պատճառը, որ դա առաջին հերթին իշխանությունների գործն է, դա հենց իշխանությունների հզորությունն ու լիազորությունները ի նկատի ունեմ։ Օպերատիվ հետախուզություն, то չգիտեմ գաղտնալսումներ, ինսայդերներ տեղավորել, պատշաճ մարդավարի հետաքննություններ անել եւ բացահայտել օտար երկրների, ոչ միայն ռուսական, օտար երկրների, ուրեմն միջամտությունը Հայաստանի ընտրական համակարգին կամ ներքին գործերին։ Եթե դրանք օժանդակություններ են, պիտի բացահայտ լինեն, էլի, հա, ասենք կոնկրետ երկիրը պիտի ելնի հայտարարի, որ ահա մենք էս գծով ընտրատեղամասերի, չգիտեմ, այս ինչ բանն ենք ուզում օգնել, կատարելագործել, կամ բանավեճի վարման համար մասնագետներին հրավիրում ենք կամ ուսուցանում ենք մասնագիտական գիտելիքներ եւ այլն եւ այլն։ Բաները արտաքին ֆինանսավորմամբ միջամտությունները ընտրական գործընթացներին կամ քարոզարշավին, երբ դա արվում է անօրինական կերպով, երբ դա արվում է հատկապես այս կամ այն կուսակցությանը առաջ մղելու բանի համար, ահա դրանք բացահայտելու համար մենք մեթոդական խորհրդատվություն ենք իրականացնում Հայաստանի իշխանությունների կամ քաղաքասարակության համար։ Էս է, իսկ Զախարովայի եւ էլի հնչելիք բազմաթիվ ապագայում մենք շատ ենք լսելու էլի առաջիկա ամիսների ընթացքում։ Այս տեսակ դժգոհությունները ուղիղ հարակցված են նրա հետ, որ վախ ունեն, որ իրենց կրեմլական քարոզչությունը այստեղ ցանկալի արդյունքներ չի տալու։ Սա դեռ լավ է, եկուս մյուս օր կարող է ասեմ, որ այստեղ բիոլաբորատորիաներում մարտական մոծակներ են պատրաստում, որոնք պիտի անպայման կծոտեն պրոկրեմլական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերի ուրեմն գլխավոր 10 տեխնացուներին, հա, եւ հարկավոր է պաշտպանել այդ տեխնացուներին։ Ինչ ապուշություն ասես, մենք լսել ենք Կրեմլի տարբեր խողովակներից եւ կարող է դրա ժամանակն էլ կա։ Այս ինչ որ ասում է, դրանք թեթև փափուկ խաղեր են, էլի, այնպես չէ, էլի, որ շատ պիտի անհանգստանալ դրա համար։ Այո, վարված են, Հայաստանի ինքնիշխանացման process-ը շարունակվում է ըստ իս, ստանդարտ է շարունակվում, իմ ուզած չափով չէ իհարկե, բայց շարունակվում է, դրանից մղկտում է Կրեմլը բնականաբար, գաղութ կորցրած Կրեմլը Ուկրաինայում տեսեք ինչեր է անում, հա, մեր դեպքում բանը ինչ կարողացավ արեց մինչև հիմա, օգնեց ռազմավարական իր բարեկամի թշնամուն Ադրբեջանին ինչպես կարողացավ օգնեց, ինչ ձեռից եկավ օգնեց, Հայաստանից տարածքներ պոգելով եւ այլն, հիմա այս ձեռից առայժմ էս է գալիս, բոլորովին այլ կլիներ դրությունը, ասել եմ մի քանի անգամ, եթե Ուկրաինայում խորությամբ խրված եւ զբաղված չլիներ Կրեմլը։ Եվ դուք ասում եք պաշտոնյաները արձագանք են, հա, կամ պաշտոնյաներից պարզաբանումներ ստանան ռուսական կողմից արված հայտարարությունների մասով, բայց շատ հաճախ նաև քաղաքասարակությունն է թիրախավորվում հենց Ռուսաստանի կողմից, հա, Ռուսաստանից նշում են նորություն չէ։ Նշում են, որ օրինակ պետք է նաև այն ինոագենտների մասին լավ կլիներ Հայաստանը օրենք ունենար, նշում են, որ գնացեք ձերբակալեք, բա ինչու չեք ձերբակալում քաղաքասարակության ներկայացուցիչներին, ովքեր Եվրամիության անդամակցության կոչեր են անում Հայաստանի, չէ որ Հայաստանը այդ դեպքում լիակատար անկախության կորուստ, ինքնիշխանության կորուստ է ունենալու ու նման բաներ են ասում։ Նորություն չէ, հեղափոխությունից անմիջապես հետո ես լավ հիշում եմ, չգիտեմ պահել եմ թե չէ, հազար ու մի տեղ, հազար ու մի հարցազրույց ասուլիս էինք անում եւ խոսում էինք
Մարգարիտա Սիմանյանի սիրտն էր լցվել քեշ, էլի, հոնգուր քիչ էր մնում լաց լիներ, այդ մեր, մասնավորաբար իմ հեղափոխությունն ինչու եղավ, ինչպես եղավ, ինչ գործիքներ են կիրառվել, օրինական, հրապարակային բոլորի աչքի առաջ տեղի ունեցածի մասին եմ պատմել տարբեր սեմինարների եւ հարցազրույցների ժամանակ Մարգո Սիմոնյանը շատ էր սիրտը լցվել, գնացել ուրեմն հարցազրույցներ էր տալիս, տեքստեր էր հրապարակում այն մասին, թե տեսեք ոնց են սրանք գունավոր հեղափոխություն իբր գաղտնի եղել, էլի ամբողջը բացեր, ինչ գունավոր, ինչ բան, ինչ դուրերը չի գալիս գունավոր է, ինչ դուրերը գալիս է բան է, դա ժողովրդի սերն է արկրեմը, էլի, ինչ որ դուրերը չի գալիս գունավոր է, ասենք ֆրանսիական հեղափոխությունը 1789 թվականին մեկը լինի մի օր ելնի հարցնի թե Զախարովա ես, Մարգարիտա Սիմանյան ես, ինչ ես, դրանք գունավոր հեղափոխություններ էին, թե չէ, ընդհանրապես, էլի, եւ այլն, հա, քաղաքացիական հասցեին միշտ էլ եղել է այդ մրոտման գործընթացը ավել պակաս հաճա ռոպագանդան, մինչեւ հիմա բազմաթիվ հարթ ուղեղներով կամ առանց ուղեղների անձնավորություններ գրում են Սորոսի գործակալները, որ երկրի գործակալներն են, էլի, այդ կարգի անուղեղ, այդ բոյի, այդ տարիքի, այդքան տգետ, բայց մարդկանց այդ լեզուպերանը ով է դրել, ասենք խելք չունենալը հələ հարցի մի կողմն է, վերլուծել կարողանալ չիմանալը դա հարցի մի կողմն է, բայց որ այս տեսակ ռոպագանդան կուլ են տալիս եւ առավոտնից իրիկուն բարբաջում են նրանց վրա, ով իրենց կարծիքով մեղավոր է Հայաստանի գլխին թափված փորձանքների համար, հա, դրա համար էլ հատուկ տգիտություն է ճիշտն ասած։ Քաղաքացիական հասարակությունը չի սարքել տղյակներ Հայաստանի բյուջեի հաշվին։ Մենք չենք կանսերվի պանկեկ տարել կախել սահմանին եւ ասել լավ է դե ձեր խելքը չի հասնում թշնամի որ սողոսկի կանսերվի պանկի զնգզնգոցից մենք կիմանանք իրական բաներ են պատմում ինձ լուրջ դեմքով պաշտոնյաներ բացադրում էին որ դուք լավ չեք պատկերացնում որ քննադատում եք պարոն Պարսեղյան այդ կանսերվի պանկեկը լավ էլ արդյունավետ են դատարկ պանկեկի մասին է խոսքը հա մենք չենք որ բան ենք արել կոպեկներ ենք ծախսել բանակի վրա եւ միլիարդներ են ծախսել սեփական ունեցվածքը հարստացնելու համար մենք իշխանություն չենք եղել վերջապես ոչ Սերժիկ Սարգսյանի մոտ ենք իշխանություն եղել ոչ Քոչարյան Ռոբերտի ոչ էլ առավելևս Նիկոլ Փաշինյանի մոտ այնպես որ քաղաքասարակությունից դժգոհության ծավալը սուպեր չափազանցված է ես այդ դժգոհության պատճառը նաեւ գիտեմ որտեղից է գալիս որովհետեւ մենք այս իշխանություններից հեղափոխական այսպես կոչված հեղափոխական իշխանություններից պահանջում ենք անհամեմատ ավելին անել երկիրը խելքի բերելու եւ զիբիլը մաքրելու համար, քան թե իշխանություններն են անում կամ հասկանում են, որ հարկավոր է անել։ Այսինքն իշխանությունները իրենց գործողություններով հազիվ մեր պահանջածի 10-20-25%-ն են անում։ Այսինքն այս իշխանությունները ավելի հաճելի են նախկինների համար, քան թե մենք ատելի ենք, որովհետև մենք պահանջել ենք ու պահանջելու ենք անցումային արդարադատություն, քաղաքական գնահատական պետության զավթմանը, լյուստրացիա ենք պահանջել եւ պահանջելու ենք եւ այդպես շարունակ, մինչեւ Հայաստանը կունենա իշխանություն, որը կամք կունենա այս ամբողջը իրականացնել։ Ու այդ ամբողջ ընթացքում Կրեմլի եւ հայաստանյան իրենց գործակալների համար մենք ավելի անտանելի թիրախ ենք լինելու, ավելի անտուր ենք լինելու, քան թե Հայաստանի իշխանությունները։ Սա նորություն չէ, սա մենք հասկացել ենք երևի թե մի 5-6 տարի առաջ, երբ նկատեցինք, որ Հայաստանի նոր իշխանությունները բոլորովին հավես չունեն արմատական փոփոխություններ անելու։ Հավես ունեն մի թեթև էլի ծերի հետ, տեսնենք ինչ կստացվի, այնքան որ վերընտրվենք ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Էս է այս իշխանության նպատակը։ Այն մնացածը ոչ, ընտրությունները մոտենում են, նոր հիշում են, որ տեսալը սողական մեդիայի այդ ոլորտները պետք է կարգավորել։ Գրում են նախագիծ, որը լիքը վիճահարույց տեղեր ունի, ահա, ու փորձում են կոնե ընտրությունների շեմին ինչ որ բան չեզոքացնել, արտաքին ռոպագանդա նվազեցնել։ Էս է մոտեցումս։ Շնորհակալ եմ, պարոն Պարսեղյան։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Գյումրիի լրագրողների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Պարսեղյանն էր։
Ռուսաստանին հանգիստ չի տալիս Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը, այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նորից հարցեր է հնչեցրել. Ինչ լավ բան են արել Կայա Կալասն ու Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի հայ ժողովրդի համար, ինչ հիմքով են նրանք լսում այդ մարդուն Կալասին, որը մարդկանց սովորեցնում է չշփվել Ռուսաստանի հետ, հրահրում նրանց այսպես ասած ռուսատիացության թեմային, ինչ հիմքով, եթե նա իսկապես ինչ-որ լավ բան է արել, դա այլ հարց է, բայց գուցե մենք պետք է անմիջապես այս էջում ստեղծենք երկրորդ սյունակ, իսկ այդ երկրորդ սյունակում գրենք, թե ինչ լավ բաներ է արել Ռուսաստանը, որքան է օգնել, որքան է խնայել, որքան է կառուցել, որքան է ներդրել, ապա համեմատենք, ասել է Մարիա Զախարովան։ Զախարովան անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, նշելով, որ դրական դինամիկա են տեսնում այս երկու երկրների երկխոսության մեջ, նորից կարևորելով 3 գումարած 3 ձևաչափը։ Իսկ այն, որ Երևանի եւ Բաքվի միջև դրական դինամիկա կա, փաստում են նաև բարձրաստիճան հայ պաշտոնյաները եւ մինչև Հայաստանում ակտիվ քննարկում են ադրբեջանական բենզինի վաճառքը եւ հնարավոր այլ ապրանքների ներկրումը, վարչապետ Փաշինյանը չի բացառում, որ առաջիկայում Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Թե ինչ ապրանքատեսակներ կարող են Հայաստանից Ադրբեջան արտահանվել, Փաշինյանը չի մանրամասնել։ Մենք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ ենք ստացել։ Մենք նախկինում երբեք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ չենք ունեցել։ Ասել երրորդ բանն է, այսինքն երրորդը թե չորրորդը տեղի է ունեցել։ Այսինքն նկատի ունեմ իրականում շատ կարևոր է գնահատել տեղի ունեցածի մասշտաբը եւ ուզում եմ ցույց տալ, որ խաղաղությունը ինչա, կներեք, ինչ որ բան, ասենք ուզում եմ ցույց տալ եւ ցույց եմ տալիս եւ հայտարարում եմ, որ խաղաղությունը իրականություն է։ Եվ այդ իրականությունը ունի կոնկրետ արտահայտչած ձևեր։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ, այսինքն երկկողմ հիմա Ադրբեջանից դեպի Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համոզմամբ ժամանակն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի։ Վրացական երկաթուղով Ադրբեջանից դեպի Հայաստան նախազախական ու ռուսական ցորենի, ապա նաեւ ադրբեջանական բենզինի ներկրումից հետո հայկական կողմը Բաքվին առաջարկում է առևտրաշրջանառությունը ուղիղ կազմակերպել։ Այժմ Ադրբեջանից ներկրումներ իրականացնող հայաստանյան ընկերությունները վրացական երկաթուղում տարանցման սակագին պետք է վճարեն, ինչը էականորեն կարող է ազդել ապրանքների գնագոյացման վրա։ Ընդ որում Պապոյանը Ազատությանը փոխանցել է, որ ների տարանցման համար վրացական կողմի առաջարկած նախնական գինը համեմատաբար բարձր, ոչ մրցակցային է համարվել, բայց ներկայումս քննարկումները դեռ շարունակվում են։ Վարչապետ Փաշինյանը վերջերս անդրադառնալով վրացական երկաթուղու տարանցման սակագնին ասել էր, որ եթե հարցը չկարգավորվի, ապա տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու համար։ Հետո նախարար Պապոյանը փակագծեր է բացել այդ այլընտրանքի մասին, նշելով. «Իմ կարծիքով շատ լավ ժամանակ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի եւ այն ինչ երկաթուղով գալիս է մինչեւ Հայաստանի սահման եւ այդտեղից մուլտիմոդալ եղանակով տեղափոխվի դեպի բեռնատարներ եւ Հայաստան-Ադրբեջան ցամաքային սահմանով գա։ Իմ կարծիքով դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա եւ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Իմ տպավորությամբ բիզնեսներն էլ են պատրաստ դրան»։ Գևորգ Պապոյանը ասել է, որ եթե ադրբեջանական կողմը պատրաստ լինի այս առաջարկին, ապա կարող են փոխադարձ առևտրի այդ եղանակին անցնել։ Մինչ Բաքվից կարձագանք են Երևանից հնչած առաջարկին, Հայաստանում արդեն մի քանի օր է վաճառվում է Ադրբեջանից գնված բենզինը։ Ադրբեջանական վառելիքը գնաց ընկերություններից մեկը, իշխանական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Megatrade-ը Ազատությանը փոխանցել է, որ սակագնի իջեցման պատճառով բենզինի իրենց վաճառքը կտրուկ աճել է։ Run Oil-ը, որը Seal կոնցեռնի կազմում է, ադրբեջանական պրեմիում տեսակի 1 լիտր բենզինը 520-ի փոխարեն արդեն մի քանի օր է վաճառում է 430 դրամով։ Կարող եմ փաստել, որ նախկինի համեմատ վաճառքի ծավալները արդեն քառապատկվել են, ասել է Կարեն Հայրյանը, նշելով, որ ինչպես եւ սպասվում էր, ապրանքի ծագումը որոշիչ ազդեցություն չի կարող թողնել։ Թեև ընդդիմադիր մի շարք գործիչներ կոչ էին արել բոյկոտել ադրբեջանական վառելիքը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւս համոզված է, բենզինի ադրբեջանական ծագումը չի կարող վաճառքի համար խանգարող հանգամանք լինել, հերթի տակ վաճառում են։ Պապոյանը ընդգծում է, շուկայում ամենալավ վաճառք ունեցող հագուստի խանութների մեջ առաջատար տեղ ունեն թուրքական բրենդները։ Ադրբեջանական բենզինի ներկայիս ցածր սակագնի վրա իհարկե էապես ազդել է Վրաստանի
տարածքով վառելիքի մեկ անգամյա անվճար տարանցումը, թե ինչ գին կսահմանի վրացական երկաթուղին հաջորդ բեռնափոխադրման համար, այս պահին անհայտ է։ Megatrade-ի տնօրենը ասել է, որ դեռևս վրացական կողմից պաշտոնական գն առաջարկ չեն ստացել։ Եթե Խաչատուր Սուքեսյանի ընտանիքին պատկանող Megatrade-ը բացահայտ հայտարարում է, թե որտեղ եւ ինչ գնով է վաճառում Ադրբեջանից գնված 600 տոննա բենզինը, ապա մյուս 600 տոննան ներկրած նորահայտ կազմակերպությունը Shisha World-ը դեռ լռություն է պահպանում։ Հանրությանը անհայտ է, ինչ սակագնով եւ որտեղ է իրացնում ադրբեջանական բենզինն այս ընկերությունը։ Shisha World-ը պատկանում է 24-ամյա մի երիտասարդի Սամվել Մկրտչյանին, ով գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ Շողերինա Մկրտչյանի եղբորորդին է։ Թե ինչպես է հաջողվել վառելիքի շուկայում անհայտ այս ընկերության 24-ամյա սեփականատիրոջը ադրբեջանական բենզին ներկրել, պարզ չէ։ Սամվել Ալեքսանյանը, որ մշտապես լավ հարաբերություններ է ունեցել եւ նախկին եւ գործող իշխանությունների հետ, որևէ կերպ չի արձագանքել իր անվան հետ կապված այս գործարքին։ Իսկ Ազատության տեղեկություններով չի բացառվում, որ Shisha World-ը ադրբեջանական վառելիքի վաճառքը այլ կազմակերպության միջոցով իրականացնի, այսինքն վերավաճառի բենզինը։ Megatrade-ի տնօրենն էլ նշել է, որ այս պահին վաճառում են իրենց ներկրածը, բայց եթե մյուս ներմուծողը ցանկանա իրենց վերավաճառել վառելիք եւ դա ձեռնտու գործարք լինի, ապա որևէ խնդիր չեն տեսնում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել Գազպրոմ Արմենիա ընկերության 2026-2030 թվականների ներդրումային ծրագրին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, ներդրումային ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 153.3 միլիարդ դրամ, միջոցները մասնավորապես նախատեսվում է ուղղել մայր գազատարների վերանորոգմանը, Երևանի շուրջ օղակաձև գազատարի վերանորոգմանը, Սևանում եւ Իջևանում գազի ենթակառուցվածքների արդիականացմանը, հին հաշվիչները նորերով փոխարինելուն։ Նախատեսված են նաև միջոցներ նոր բաժանորդների միացման համար։ Հաջորդ տարի կշարունակվեն Երևանի հզորությունների ուժեղացման աշխատանքները, նախատեսվում է նաև գազաֆիկացնել նոր Խարբերդ թաղամասը։ Եվ հայրենի քաղաքական դաշտը շարունակում է պատրաստվել խորհրդարանական ընտրություններին ու ինչպես սպասելի էր այս կամ այն ուժի դիրքավորման համար լակմուսի թուղթ է օգոստոսի 8-ին ԱՄՆ Հայաստան բարձր մակարդակի փաստաթղթերին վերաբերմունքը։ Հայ ազգային կոնգրեսը առանձին է մասնակցելու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Զուրաբյանը, նա էլ լինելու է վարչապետի թեկնածուն։ Եվ Լևոն Զուրաբյանը այսօր դեմ է հանդես եկել Հայաստան-ԱՄՆ գործակցությանը, նշելով, եթե թրիփը իրագործվի, Հայաստանի կոմունիկացիաները կախված կլինեն Ադրբեջանից։ Եվ այժմ կզրուցեմ քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանի հետ։ Ողջույն պարոն Քամալյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջունում եմ ես, Ջերջ։ Պարոն Քամալյան, մի քանի թեմաների անդրադարձա, որոնք այս կամ այն կերպ միմյանց հետ փոխկապակցված են եւ կխնդրեմ առաջինը նախ սկսենք մասնավորապես հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի որոշումից, երբ Հայաստանը գնում է, այսպես ասենք, նաեւ այդ թվում էներգետիկ կախվածությունների թոթափմանը եւ այլն, մենք արդեն տևական ժամանակ խոսում ենք գազի այլընտրանքային ներմուծումների հնարավորությունների մասին, Թուրքմենստան, Ղազախստան, իդեպ նշեմ, որ թուրքմենական գազ ներմուծելու համար արդեն հսկայական աշխատանք է կատարված եւ ինչպես նաև պաշտոնյաներ, որոշ նշում էին, այդ աշխատանքների 50%-ից ավելի արդեն իրականացված է, բայց այս դեպքում մենք օրինակ հավանություն ենք տալիս Գազպրոմին 26-30 թվականների ներդրումային ծրագրերին, այսինքն այս մասով դեռևս ոչ մի առարկայական քայլ գործողություն մենք չենք տեսնում, հա շարունակում ենք այդ մենաշնորհը վերապահել այս ընկերությանը։ Կխնդրեմ այս մասով փոփոխվող իրավիճակի տրամաբանության մեջ դիտարկենք, հա, հաշվի առնելով, որ եթե մենք մեգա նախագծեր ենք իրականացնելու այդ թվում եւ Միացյալ Նահանգների հետ, ապա էներգետիկ ոլորտը այստեղ պիտի ունենա կարևոր դերակատարություն, այդ թվում եւ գազային ոլորտը, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի։ Եթե էլեկտրաէներգիայի մասով, հեցի մասով մենք արդեն որոշակի պետության կողմից քայլեր են իրականացվել դրա ապահովության իմաստով, ապա գազի պարական շարունակում է օդից կախված մնալ։ Էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից դա հետևանք է, քաղաքական իրադարձությունների հետևանք է։ Երկար տարիների շրջափակված լինելու արդյունքում Հայաստանի տնտեսական կախվածությունը զուգահեռ աճել է Ռուսաստանի հետ, որը նաև ստացել է պայմանագրային տեսք։ Եվ այսօր 26-ից 30 թվականների կտրվածքը սա գլոբալ, եթե նայենք, ավելի
խոշորամասշտաբ նայենք ընթացող process-ներին, դա շատ կարճ ժամանակահատված է 4 տարին, որովհետև էներգետիկ կախվածության վերացնելու process-ը բավականին երկար կարող է տևել։ Հիմա Հայաստանը ավելի շատ գնում է դեպի քաղաքական հաղթահարման կախվածության, այս դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը, որը հավարում է Հայաստանը, իհարկե մանր քայլերով հիմա սահմանների բացումից հետո դեռևս կարելի ասել սահմանները բաց չեն, դրա որոշակի այս 2-3 ապրանքատեսակների մուտքը Հայաստան դեպի Ադրբեջանից դա դեռևս սահմանների բացում չէ։ Սահմանների բացումից հետո նոր Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կշիռը կսկսի բարձրանալ եւ այդ դեպքում Հայաստանը կարող է արդեն հնարավորություն կունենա նաեւ էներգետիկ կախվածության ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Այս պահին իրատեսական չեք համարում եւ հետեւաբար տրամաբանական է Գազպրոմի հետ շարունակել գործընթացը։ Կարճաժամկետ առումով իրատեսական չեմ համարում, նաև կան լուրջ պայմանագրեր կնքված եւ բայց ընդհանուր առմամբ այն դինամիկան, որ կա քաղաքական հարթության մեջ, դա թույլ է տալիս մտածելու, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Հայաստանը կարողանա էներգետիկ կախվածության ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել։ Շատ լավ, պարոն Քամալյան, նաև խոսելով այդ համատեքստում նույն TRIP նախագծի համատեքստում նաև տարածաշրջանային լոգիստիկ հնարավորությունների ապաշրջափակմանը, բացմանը, նորերի կառուցմանը, հա, մենք կարծում տեղյակ եք Հայաստանյան Հանրությունը շարունակում է ակտիվ քննարկել ադրբեջանական բենզինի հարցը եւ մի քանի քաղաքական հանրային գործիչներ կային, որոնք տեսակետ էին հայտնում այն լուրերի ֆոնին, որ այդ բենզինի սպառումը քառապատկվել է այստեղ։ Ասում էին, որ սա, չգիտեմ, ինչ որ խոսում է մեր ինքնորոշման, ինքնության խորը ճգնաժամի մասին, ինչպես կարելի է բան անել, էլի ադրբեջանական բենզին սպառել ու այդպիսի մեծ տեմպերով նաև, հա, չգիտեմ, ինչ են մտածում այս մարդիկ, հետո ասում են այս իշխանությունը լվացել է մարդկանց ուղեղը դրա համար այդպիսի վարք են դրսևորում։ Առհասարակ այս դիտարկումներս են որքանով են քաղաքական եւ որքանով են, այսպես ասենք, էլի բխում կոնկրետությունից, քաղաքական ոչ միայն պայմանավորվածություններից, այլև բուն տնտեսական հնարավորություններից եւ այդ տնտեսական կարողությունների զարգացման տրամաբանությունից։ Այսինքն քաղաքական կյանքից բխող դատողություններ են, այսինքն դա հնարավորություն է այդ խոսակցությունը բերել էմոցիոնալ հարթություն, որպեսզի կարողանաս դիվիդենդներ շահել։ Եվ նաև գումարվում է դրան որոշների սահմանափակ պատկերացումները։ Եթե այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, մենք ոչ Իրանի հետ պետք է առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնենք, ոչ Ռուսաստանի հետ պետք է զարգացնենք, ոչ մեկի հետ չպետք է զարգացնենք, համարենք, որ դա բոլորի հետ եթե մենք առևտրատնտեսական հարաբերություններ ենք զարգացնում, մեր ազգային արժանապատվությանը դեմ է, որովհետև մենք Ռուսաստանի հետ ենք ցավոտ խնդիրների եւ բախվել Իրանի հետ էլ, Թուրքիայի հետ էլ, Ադրբեջանի եւ ինչ Վրաստանի հետ էլ կարող ենք այդպես մտածել եւ ինչ դա նշանակում է որ մենք այդպիսի մտածողությամբ կարող ենք պետություն կառուցել այդպես չի կարող լինել պետությունը դա ունի իր կանոնները եւ այդ կանոններից մեկը նաեւ աշխարհի հետ հարաբերվելու մշակույթն է եթե դու անմիջական քո երկու հարևանների հետ, որոնց հետ ունես ամենաերկար սահմանները, չես կարողանում հարաբերություններ կարգավորել, դու կդառնաս կախյալ պետություն, այնպեսին, ինչպիսին էին 30 տարի Հայաստանը այդպես կախյալ վիճակում 30 տարի ապրեց, դրա համար ոչ տնտեսություն ուներ Հայաստանը եւ մինչեւ հիմա էլ չունի լուրջ տնտեսություն, ոչ ունի զարգացած ենթակառուցվածքներ այդպես չի կարելի մտածել, հա, դա հակաքաղաքագիտական է, հակապետական մտածողություն է։ Ես նաև նշեցի, որ մեր քաղաքական դաշտում դասավորումները շարունակվում են եւ
Հայազգային կոնգրեսը հայտ ներկայացրեց խորհրդանական ընտրություններին մասնակցելու, առանձին են մասնակցելու իրենց վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, որն էլ հայտ տարեց, որ իրենք դեմ են S-Trip նախագծին, եթե այն իրագործվի, Հայաստանը կոմունիկացիաներով կախված է լինելու Ադրբեջանից, դեմ են նաև, որովհետև այդտեղ չկա Իրանը եւ Ռուսաստանը, Հայաստանը ինչ որ շահերի բախում է առաջացնում ու ինչ որ նման բաներ, հա։ Կարծես նաև, այսպես ասենք, քաղաքական լյուստրացիա է տեղի ունենում մեր դաշտում, որովհետև օգոստոսի 8-ը շատ նշանային է եւ քաղաքական ուժերի կենսունակությունը նաև պայմանավորված է լինելու, թե նրանք ինչպիսի վերաբերմունք ունեն այդ համաձայնություններին ԱՄՆ-Հայաստան եւ այս դեպքում տեսնում ենք, որ ՀԱԿ-ը որոշեց կանգնել հանրապետականների, քոչարյանականների, դաշնակցականների եւ նրանց սատելիտ ուժերի կողքին դեմ հանդես գալով այդ համաձայնություններին, ինչ եթե այնտեղ չկա Ռուսաստան։ Հայազգային կոնգրեսի բաղով դա նոր չէ, որ նրանք այդպիսի դիրքավորում ունեն 2020 թվականի պատերազմից հետո, ես մի քանի անգամ ասել եմ, որ 20 թվականի պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի այդ ակտից հետո Հայազգային կոնգրեսը բոլոր հնարավորությունները ուներ այլընտրանք դառնալու, բայց նրանք որոշեցին այդ ճանապարհով գնալ, համագործակցության առաջարկություն արեցին Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին եւ իմ սուբյեկտիվ կարծիքով նրանք հենց այդ քայլից հետո կորցրեցին այլընտրանք դառնալու բոլոր հնարավորությունները ես չեմ համարում որ Հայազգային կոնգրեսը ներկապային մրցունակ քաղաքական ուժ է որը ի վիճակի կլինի լուրջ հայտ ներկայացնել ընդդեմ իշխանությունների բայց գաղափարական տեսանկյունից նա դիրքավորվել է ռուսամետ դաշտում եւ այնտեղ է իր զարգացնելու իր բոլոր հնարավորությունները, այսինքն այն ընտրազանգվածը, որ կա ռուսամետների ընտրազանգվածը Հայաստանում, այնտեղից պետք է ձայների ակնկալիքներ ունենա Հայազգային կոնգրեսը, իսկ այնտեղ ավելի մեծ խաղացողներ կան, մեր ձևով շարժումն է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ այստեղ Հայազգային կոնգրեսը ինձ թվում է ավելի շատ այդ մեծ խաղացողներին օգնելու նպատակներ է հետապնդել։ Այսինքն, ինչպես այդ պրակտիկան ձևավորվել է, մասնակցել ընտրություններին, հավաքել որոշակի ձայներ եւ կրիտիկական պահին դրանք փոխանցել իրենց շարքերում, այսինքն ընդդիմության շարքերում ամենաշատ ձայներ հավաքած ուժին։ Այսինքն շատ կուսակցությունների կմասնակցեն, բնականաբար նրանց մեծամասնությունը 5%-ի կամ 7%-ի նայած թե դաշինքով է թե կուսակցությունով չեն հաղթահարելու, բայց ձայների փոշիացում են անել, հա, այստեղ մարտավարությունը դա է եւ հիմնականում այդ բոլոր ուժերը կառավարվում են մեկ կենտրոնից եւ դա բնականաբար Ռուսաստանի հատուկ ծառայություններն են կամ չգիտեմ որոշ քաղաքական շրջանակներ կամ ռուսական դեսպանությունը Հայաստանում չգիտեմ բայց ընդհանուր առմամբ բոլորի խոսույթում հենց արկա են այն միտումները ինչ ազդակներ տալիս է Ռուսաստան։ Շնորհակալ եմ պարոն Քամալյան։ Ես էլ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանն էր։ Նայ ժամի համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։
Ես ուզում եմ մաղթեմ մեզանից յուրաքանչյուրիս, որի 2026 թվականը գալիք բերի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, բոլոր մեր քույրերին եւ եղբայրներին երջանկություն, սեր, համերաշխություն, հնարավորություն ապրելու եւ վայելելու Հայաստանի Հանրապետությունը, հնարավորություն, որպեսզի մենք ձեզանից յուրաքանչյուրի հետ կարողանանք հասկանանք եւ ըմբռնենք, թե ինչ կարեւորություն է մեր համար ներկայացնում պետությունը եւ պետականությունը եւ իրոք արժեվորենք Հայաստանի Հանրապետությունում ապրած ամեն օր։ Մեզ շատ եմ ուզում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ապրելը լինի ոչ թե գոյատևում, այլ վայել։ Եկեք վայելենք միասին մեր անկախությունը, մեր պետականությունը եւ եկեք վայելենք Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհավոր բոլորի նոր տարին եւ Սուրբ Ծնունդ։